լինի անդոր այս կանը քո մանկած թող բերի օրոր տարապած իմ հայրենիք այդպես մոլորհելիք քայլես բավելուր ու գլխի կոն քայլես կանգնիր նորից ու նայիր առաջ Հայաստան մոռացիր այդ ցավը որ գնաց հավատալով սերը քեզ մնաց թող Աստված օրհնի որդոց հայոց Հայաստան մոռացիր այդ ցավը որ գնաց հավատալով սերը քեզ մնաց թող Աստված օրհնի որդոց հայոց թվականի հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը հաստատեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշան։ Զինանշանը պատկերված է վերևում ուղղանկյուն, ներքևում կիսաշրջանաձև վահանի վրա։ Վերին եզրում հորիզոնական կապույտ ֆոնի վրա սպիտակ տառերով գրված է Հայաստան։ Ներքևում կիսաշրջանային համապատասխան կապույտ գույնով զինված ուժեր բառերը։ Վահանի մնացյալ դաշտը զինանշանային հերալդիկ տարրերով կազմված է հետևյալ պատկերային մասերից։ Կենտրոնում պատկերված է թևատարած արծիվ, գլխով դեպի աջ շրջված։ Արծվի յուրաքանչյուր թևը բաղկացած է 7-ական փետուրից։ 7 թիվը խորհրդանշում է արարչական շաբաթվա օրերի թիվը։ Կարող է արծվի գլխի հետ հասկացվել նաև պատմական Հայաստանի 15 նահանգներ։ Արծիվն իրականացված է մուգ կապույտ գույնով եւ կենտրոնական կերպար է զինանշանի վրա։ Խորհրդանշում է ուժ, հզորություն, խորաթափանցություն, սլացք, կամք։ Իհարկե այդ բոլոր հատկանիշները բնութագրական են երկրի պահապան բանակին։ Արծվի գլուխը պատկերված է արևի կլոր սկավառակի վրա, որը նույնպես իմաստավորվում է, քանի դեռ կա արևը, կլինեն նաև Հայաստան ու հայոց զինված ուժերը։ Արևի ճառագայթների վրա արծվի թևերի բացվածքի մեջ պատկերված է Հայաստանի պետական խորհրդանիշ եռագույն դրոշը, որը հավաստում է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են պետության հովանու ներքո։ Արծվի մարմինը կազմում է հայկական կլոր վահան, իրականացված ծիրանագույնի մուգ ու բաց երանգներով։ Վահանը խորհրդանշում է, որ զինված ուժերը երկրի գոյության պատվարն ու պահապանն են։ Վահանի ներսում պատկերված է հավասարաթև խաչ, որ մեր քրիստոնեական ժառանգորդության ու հավատի առհավատչյան է։ Զինանշանային վերջին տարրը սուրն է։ Այն հորիզոնական դիրքով գտնվում է վահանի տակ։ Աջ կողմում երևում է սրի կոթը, ձախ կողմում սրի ծայրահատվածը։ Սուրը խորհրդանիշն է մշտարթուն վիճակի եւ հանուն հայրենյաց պատրաստ է իջնել թշնամու գլխին։ Զինանշանային պատկերագրության առումով իր երևացող հատվածներով սրի մասերը նաև խորհրդանշում են արծվի ճանկերը, ամբողջացնելով արծիվ զինված ուժեր խորհրդանիշը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանի հեղինակներն են նկարիչներ Ռուբեն Արուչյանը եւ Գագիկ Աբրահամյանը։ Թող կմնկա քո սրտում բույնը իր հյուսի թող սոխակա իր երգով քո հոգում խոսի և թող նոր այս սաղիկները քո վերքերը տակ փակեն և թող արևի շողերը քեզ նորից լցնեն ողողեն սիրով Հայաստան մոռացիր այդ ցավը որ գնաց հավատալով սերը քեզ մնաց թող Աստված օրհնի որդոց հայոց Հայաստան
Հայաստան